Հարկ Նժդեհին խոսել եմ գիտության մասին եւ մեր վերաբերմունքը գիտությունը դեպի ներկայիս այս պահին, այսինքն պետական քաղաքականությունը գիտությանը վերաբերվող եւ ասեմ քիչ բան է փոխվել ու ասեմ փոխվել է ավելի վատը, լավ բան տեղի չի ունեցել, բայց մինչեւ գիտությանը անդրադառնալը ես նորից ուզում եմ հիշեցնել իմ հետևորդներին, նամանավանդ ինձ ճանաչողներին, առավել եւս ինձ արունակից հարազատ բարեկամ մարդկանց կամ ընկերների կամ իմ շրջապատում եղած մարդկանց, ովքեր վաղ թե ուշ մեղա են գալու, այսինքն այն մարդկանց եմ խոսքսում, ովքեր դեռ չգիտակցելով կամ չգիտեմ անունը չգիտեմ ինչ դրան, որովհետև դա կամ հանցագործություն է կամ անգիտություն, Նիկոլին աջակցելը դա է նշանակում։ Կամ ուրեմն եթե հանգարց բացահայտվելու է, որովհետև գալու է մի պահ, որ ինքը ցուցմունք է տալու, հայտնվելու է համապատասխան վայրում, թույլ չենք տալու իր տերերը իրեն վերացնել, որովհետև ինքը ցուցմունք է տալու։ Նաև իր տերերի դեմ թե ինչպես է ինքը հանցավոր պայմանավորության եկել Հայաստանը այս վիճակին հասցնելու համար։ Ինքը խոստովանել է, որովհետև ինքը ընթացքում էլ այնպիսի հայտարարություններ է անում, որոնք արդեն իսկ հասարակ մի բան, որ ասեց, այս պատերազմը, մինչև իր ասելը մենք գիտենք, որ պայմանավորված է, սցենարով գրված պատերազմ էր, այսինքն ինքը խաղացել է կռիվ, ու դա ոչ թե համակարգչով է խաղացել, այլ իրականում, եւ այն 5000 տղում ինքը գիտակցաբար հասկանելով, որովհետեւ եթե կա մի բան սցենար ունի, ուրեմն նրա ելքը մինչեւ ավարտին հասնելը որոշված է եղել։ Սցենարով ֆիլմերը, որ նկարագրում են, արդեն ելքը, թե ինչպես պետք է ֆիլմը ավարտվի, արդեն գրված է, հայտնի է, եւ այդպես էլ ավարտում են ֆիլմը։ Ինքն էլ իմանալով պայմանավորով, հասկանալով, սցենարով պատերազմին խաղացել է, կռիվ է խաղացել եւ տղաների գլուխը կերել է քիչ, հայրենիքն էլ հանձնել է։ Դա իր խոստովանությունն է, դա ծանր հանցագործություն է, դա ես չեմ խոստովանել, դա ինքն է խոստովանել։ Դուք այսքանը չեք հասկանում, բայց երբ որ ինքը արդեն իսկ մանրամասներ կներկայացնի, երբ որ ժամանակը գա, թե Պուտինի հետ ոնց պայմանավորվեց, Էրդողանի հետ ոնց, Ալիևի հետ ինչ խոսեց, ինչի դիմաց ինչ ստացավ, ինչի դիմաց չստացավ, ու այդ պահին, եթե հանգարց որևիցե մեկը կասի, բա գիտեք մենք չգիտենք, որտեղից պետք է իմանայինք, ախր մենք այդքան չենք պատկերացրել կամ այս եթերները դրա համար է։ Ու իմ եթերները տարիներ շարունակ մնացել, ես որևիցե հաղորդաշար չեմ հեռացնում, մնացել է։ Ու եթե ինչ-որ մեկը կասի, ես չգիտեի, այս ինչի մասին ես հիշեցնել եմ, որ ես դրան նվիրված եթեր եմ արել, որ որից մեկը չարդարանա։ Նիկոլական, դու արդարացում չունես, չես էլ արդարանալու։ Իմ եթերները նաև դրան են միտված, որ հետագայում քո բերանը ծեփեմ ես, որ ասես չգիտեի, ասեմ իմանայիր։ Ես հո կամ քո շրջապատում, կամ քո իմացած մարդկանց շրջապատում։ Դու արդեն իմ շրջապատը չես, կապ չունի արունակցական բարեկամ ես թե չէ։ Ինչևից է, սա որպես նպատակ նաև ասեցի զգուշացնեմ։ Ես իմացա, որ գիտությանը, այսինքն դրամաշնորհներ են տրվում պետության կողմից, գիտնականին, ճյուղային ինստիտուտներին, հա, գիտական ուսումնական հաստատություններին։ Այդ դրամաշնորհով գիտնականները, ասենք, երբ որ մարդը կարող է, ասենք, բյուջեն հաստատվել է, բայց տարվա կեսին ինչ-որ մի նոր միտք է գլխի մեջ ծագել, կամ ինչ-որ մի ուրիշ ծախսեր պետք է արվի, կամ ինչ-որ երիտասարդների պետք է ներգրավեն այդ ծրագիրի իրագործման մեջ, ասենք, մեկի տեղն երկուսն են վերցնում, ռացիչ գումար է, որով էլ նոր դիմում չես գրի, որ սպասես ամիսներ, հաստատեն, ուղարկեն, գա, հասնի տարին ֆրա գնա կորի։ Այսինքն դրամաշնորհներ տրվում էր գիտությանը, որպեսզի ինքը զարգանա, իբր, որովհետև այնքան քիչ էր այդ դրամաշնորհները իրականում, որ դրանով, ասեմ, մեր գիտնականները, որ ասում են նվիրյալ, անձնազոհ, ապրող մարդիկ են։ Էդ էլ են կդրել։ Ես դա զուգահեռ եմ տանում մեր բանակի վիճակի։ Ուրեմն գիտության կարևորությունը այնքան մեծ է 21-րդ դարում նամանավանդ, որ
աշխարհում շատ պետություն, շատ չասեմ, սուտ կլինի, օրինակ ես կոնկրետ երկու պետության անուն ասեմ, որոնք գիտությանը ուշադրություն դարձնելով, ծախսեր անելով, հետևելով, կարգապահությամբ, իրենք թռիչքային զարգացում ունեցան, ասենք, օրինակ, մեկը Սինգապուրը, փոքրիկ երկիր, այդ տարածաշրջանում ինքը անջատվեց մնացածից, որովհետև գիտության ուշադրություն դարձրեց, նույն Իսրայելը։ Այսինքն, երբ որ դու չունես մարդկային ռեսուրս, չգիտեմ, ռազմական, գիտությանը ուժ ես տալ եւ սկսում ես դու տարածաշրջանում թելադրել, որովհետև գալիս են քո դուրը, գալիս են քո ուղեղն առնելու։ Եվ դու դրանով կարող ես նաեւ քո ռազմաարդյունաբերությանը զարգտաս, ինչը արել է Իսրայելը։ Լավ, ինչու է մեր մոտ հակառակն արվում։ Բանակը կրճատում են, այսինքն ֆիզիկական պաշտպանություն, նաեւ մտավորն են կրճատում։ Բոլորին է հայտնի, որ Հայաստանը հայ մարդը ինչ մտավոր կարողությունների տեր է։ Դե ամերիկացիները որ չգիտենային, այդ ուղեղային կենտրոնները Հայաստանում չէին բացի։ Բայց մեր պետությունը, մեր իշխանությունները դա կրճատել է։ Ինչ որ այդ ակադեմիա պետք է սարքեն, չէ՞, բանի։ Ինչ ակադեմիա են բացում, բուհական այդ իբր։ Այդ կդրեր տալեն ընդեղից ակսերի վրա են դրել, էլի։ Դուք պատկերացնում եք, մտամ այդ փողը գնում կորում է։ Հիմա եթե մեր գիտնականները զգալի մասը դարձել են զառամյալ եւ երիտասարդները պետք է գնան ուսանեն, սովորեն այդ մարդկանց մոտ։ Կրծեր գիտաշխատող դառնան։ Այդ դրանք աշխատավոր չէ պետք է ստանան, որ գիտությունը փոխանցվի այդ երիտասարդին, որ պետության գիտությունը պահի։ Հիմա եթե երիտասարդը զգաց, որ գիտնական դառնալով իր տունը չի կարողանալու պահել, այսինքն այդ դոկտորը, պրոֆեսորը իրան չի կարող վարձատրել բերի իր մոտ փորձառության կամ աշխատանքի ու ինքը եթե հասկացա, որ տաքսու վարորդն ավելի լավ իր ընտանիքը պահում, քանի պետք է գնա տաքսի վարի, բայց ինքը գիտնականի իմիջ ունի։ Շուտ մենք խորտագեցինք գիտությունը։ Մենք հայտնվել ենք մի այդպիսի իրավիճակում, այսինքն բանակը կրճատում ենք, նաև կրճատում ենք մեր միտքը։ Մարդը կենթանուց տարբերվում է իր տրամաբանությամբ, չէ՞։ Մարդը կենթանուց անջատվեց այն ժամանակ, երբ որ ինքը սկսեց այլ որս չանել, սկսեց այդ որսի կենթանիներին ընտելացնել, իր կողքը պահել, երբ ուզում ուտում էր։ Այլ նեղություն չէր քաշում, հետևից վազեր, քարից ընկներ, կամ նրա պոզերի հարվածների տակ հայտնվեր։ Դա միտք է, չէ՞, այսինքն միտքը դրեց, այդ կենթանուն էլ նենց արեց, որ իրենց հեռու չլինի, բերեց կողքը, բույսերը սկսեց մշակել, որն իրեն դուր է գալի իր մոտ, հասկանում։ Եվ այսպես միտքը արդեն տեզերք ենք ճեղքել։ Այսինքն գիտությունը շատ կարևոր է։ Ու դա ամենաթանկ բանն է։ Եթե մենք մեր գիտությանը ուժ տայինք ու եւ զարգացնենք ռազմաարդյունաբերություն, մենք այսօր խալխի զենք չենք առնի, թանկ ու կրակ։ Մեր համար կարտադրենք հլմի բաներ վաճառենք ուրիշին։ Ինչ որ անում է Իսրայելը։ Փոքրիկ, մեզանից փոքր է։ Այսօր խորհրդային Հայաստանի սահմաններից փոքր է Իսրայելի տարածքը։ Բայց դες ինչ տնտեսություն ունի։ Որտեվ ուղեղին հետևում է։ Մենք ինչ ենք անում, մենք ենք անում, որ մարդիկ փախնեն մեր երկրից։ Սա նորից այս ալեւ որ ասում եմ ես հետևում եմ Հայաստանի բանակին, որ չզինվի, չզորանա, հենց այնպես չէր ասում, ինքը նաև այս մասով է հետևում։ Ինքը շատ լավ գիտի մեր կարողությունները։ Այս ամեն ինչը բացահայտվելու է, չնայած զգացվում է։ Ռուսներն էլ չէին ցանկանում։ Անկամ խորհրդային միության ժամանակ չէ, ասենք Երևանում եթե մի գործարան կամ բան, ասում են, բա Մոսկվա կա, բա Լենինգրադում կա, որ Երևան անում է։ Այսինքն առաջնայինը Ռուսաստանն էր, ռուսական այդ ԽՍՀ-ներ, բայց այդքանով հանդերձ ճար չունեին։ Պետք է Հայաստանում այդ կա, ասենք, հաստոցաշինություն, ռոբոտաշինություն, հասկանում եք։ Կիբերնետիկա, այդ ամեն ինչը Հայաստանում, որտեղ ուղիղ Հայաստանում էր։ Այդքանով չցանկանալով հանդերձ Հայաստանը ԽՍՀ այդ 15 հանրապետությունների մեջ ամենազարգացած ինդուստրիալ հանրապետությունն էր միջին հաշվարկով, ամենազարգացած, որտեղ ճար չունեին,
Պիտի բերեին Հայաստան այդ գործարաններն, որտեղ ուղիղ հումքը Հայաստանում է։ Հա, գործարանը չէին տանելու, այսին որտեղ սարքեն հայերին տանեն, այնտեղ ասեն դե եկեք այդ գործարանը բաներ, այդ մտքի ուղեղի գործարանը դրեք աշխատացեք։ Որտեղ հումքն է գործարանը այնտեղ են սարքում։ Մտքի հումքը, ես փոխաբերական իմաստով եմ ասում։ Այսօր խորհրդային միություն չկա, բայց մենք ավելի ենք մեր գիտությանը անտարբերության մատնել։ Ինչի՞, որ չհզորանանք, որ տարածաշրջան թռիչքային վերելք չապրենք։ Բալիևը թողի, այն ժամանակ Գորբաչովն ու բանը չէին թողում, հետո Պուտինը չէր թողում, հիմա արդեն պետք է Ալիևի ունքերին նայենք։ Էլ եմ ասում, սրանք բաներ են, որ ես չեմ ներելու այն մարդուն, որ կասի, բա մենք որտեղից գիտեինք։ Ասվում է այդ մասին, լսող է պետք։ Մնաք խաղությամբ, շատ բան կա անելու, շատ բան կա անելու, բայց պետք է գլուխը հեռացնել, երկրի նեխած, փտած գլուխը պետք է հեռացնել և զարկ տալ գիտությանը, տնտեսությանը, անվտանգությանը, պաշտպանությանը, ու դա պետք է արվի, հեղափոխությամբ կարվի, ապստամբությամբ կարվի, խաղաղ միջոցներով կարվի, դա պետք է արվի, ուրիշ ելք չեն թողել մեզ, մնաք խաղաղությամբ։